2024 թվականին Հայաստանում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվել է 5412 անձ, 2023 թվականի համեմատ 825-ով ավելի։ Բարեկային ծառայության դատական պաշտպանության բաժնի պետի խոսքով այս աճը պայմանավորված է վերահսկողության ուժեղացմամբ։ Բարեկային ծառայության կողմից վերահսկողությունը ավելի ուժեղացել է, այսինքն եթե նախկինում հնարավոր էր դեպքեր, որ չգիտեմ ինչ-ինչ իրավախախտումներ մնային աննկատ, ներկայումս ավելի շատ են բացահայտվում եւ բնականաբար բարեկային ծառայության արձագանքը ավելի հաճախակի է դրսևորվում։ Վարորդները տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվում են 1 տարի ժամկետով, հիմնականում ոչ սթափ վիճակում վարելու համար։ 1 տարի անց վարորդական իրավունքի վերականգնման համար անձը պետք է նորից տեսական եւ գործնական քննություն հանձնի։ Ոչ սթափ վիճակում բնականաբար միշտ վարորդները փորձում են չգիտեմ համոզել, որպեսզի իրավախախտումը չարձանագրվի, նշում են, որ չգիտեմ, հեսա արդեն հասնում ենք տուն, մի բաժակ ենք խմել կամ ընդամենը 2 բաժակ ենք խմել, կարողանում ենք մեքենան վարել, կամ տարբեր պատրվակներով փորձում են ժամանակ ձգել, չենթարկվել սթափության զննության, բայց դե ամեն դեպքում process-ը ամբողջությամբ իրականացվում է։ Սթափության զննություն անցնելուց հրաժարվելու դեպքում անձը վարորդական վկայականից զրկվում է ոչ թե 1, այլ 2 տարի ժամկետով։ Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատուրովի գնահատմամբ վարելու իրավունքից զրկված կամ կասեցված անձանց ավելի քան 80%-ը շարունակում է վարել տրանսպորտային միջոցներ քրեական պատասխանատվության վտանգի ներքո։ Ոլորտի փորձագետի կարծիքով վարորդների կարգապահությունը խստացնելու համար կարելի է կիրառել այլ երկրների փորձը։ Լավ փորձ կա, երկրորդ անգամից եթե մեքենան ոչ սթափ վիճակում վարում են, արդեն տվյալ մեքենան կոնֆիսկացնում, պետականացնում եւ աջորդով վաճառում են։ Պիտի լինեն մասնավոր հատուկ պահպանման տարածքներ, վճարովի։ Կոպիտ իրավախախտում անողին տանեն, արդեն իսկ մասնավոր տարածքում այդ մեքենայի պահպանման հարցը լուծվի ու վերադարձվի միայն ու միայն այն դեպքում, երբ որ կվերածվի թերությունը։ Օրինակ ասենք, անձը վարորդական վկայականը կվերականգնի։ Կան նաև այլ մեթոդներ, բայց ներկայիս մեթոդաբանությամբ շարունակելը դա անիմաստ է։ Վարորդների տուգանային 9 բալի սպառման եւ դրա արդյունքում վարորդական վկայականի կասեցման դեպքերը 2024-ին նույնպես աճել են։ 2024 թվականին այս հիմքով կասեցվել է 1808 վարորդական վկայական, 2023-ի համեմատ 625-ով ավելի։ Քրիստինե Թորոսյան, Էդգար Դավթյան, լուրեր։